Հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք հետևել ընտրությունների ընթացքին։ Գյումրու առաջընթաց կազմակերպության դիտորդները գտնվում են Գյումրիում 30 ընտրատեղամասերում եւ վերահսկում են ընտրական գործընթացը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին հրապարակած տվյալների համաձայն ժամը 11-ի դրությամբ ընտրական իրավունք ունեցող 2.505,102 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 362,657 կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14.48%-ը։ Գյումրու առաջընթաց քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ-ն 30 ընտրական տեղամասերում իրականացրած դիտարկումների արդյունքում արձանագրել է, որ առավոտյան ժամը 7-ից 8 ընկած ժամանակահատվածում ընտրական գործընթացի մեկնարկը հիմնականում ընթացել է սահմանված կարգով։ Մի շարք ընտրատեղամասերում արձանագրվել են տեխնիկական բնույթի խնդիրներ, մասնավորապես եղել են տեղամասեր, որտեղ լուսավորությունը բավարար չի եղել, ինչպես նաև դեպք, երբ քվեախցիկները տեսանելի են եղել պատուհաններից, ինչը կարող էր վտանգել քվեարկության գաղտնիությունը։ Դիտորդի կողմից խնդիրը բարձրաձայնվելուց հետո տեղամասային հանձնաժողովը ձեռնարկել է համապատասխան միջոցներ եւ պատուհանները ծածկվել են հաստ, ոչ թափանցիկ նյութով։ Բացառիկ դեպք է արձանագրվել 32 կոտորակ 39 ընտրական տեղամասում, որը տեղակայված է Արևիկ մանկապարտեզում, որտեղ ըստ արկատեղեկությունների տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը մինչև քվեարկության մեկնարկը ստացել է անհայտ բովանդակությամբ զանգ եւ լքել ընտրատեղամասը։ Նոր նախագահը տեղամաս է ներկայացվել եւ ընտրվել մոտավորապես ժամը 9:00-ին։ 31 կոտորակ 06 ընտրատեղամասում տարաձայնություն է առաջացել ընտրողի կրած կրծքանշանի շուրջ։ Ընտրական տեղամասում քվեարկության եկած քաղաքացին գրել է Հայաստանի Հանրապետության քարտեզի պատկերով կրծքանշան։ Ինչ է պատահել, կմանրամասնեք։ Դունձի вообще բանի սակայնա հերու կայլի։ Մինը գանից։ Ինչ է պատահել, կասեք։ Ինչ է պատահել։ Մանրամասները հրաչ ներկայացրու խնդրում եմ, ինչ էր տեղի ունեցել նշված տեղամասում։ Մենք նույն վերոնշյալ 31-06 ընտրատեղամասից ունենք եւս երկու ահազանգ, որից մեկը ըստ դիտորդների եւ նաեւ անցորդների ահազանգ էինք ստացել, որով ասվում էր, որ կա մեքենա, որը ընտրությունից հետո մարդիկ մոտենում են եւ ըստ տրամաբանության եւ կանխակալման, դրամային օգնություն են տալիս կաշառքի տեսքով այս դեպքում, չնայած մենք հարցրեցինք եւ տեսանյութում ավելի ուշ կտեսնեն մեր դիտորդները, որ չկա ոստիկանները հերքեցին այդ դեպքի մասին փաստը։ Հաջորդը երբ արդեն մենք հեռանում ենք, պարզվեց ներսում մի ընտրող է մուտք գործել, ում կրծքանշանով է եղել Հայաստանի Հանրապետության քարտեզի եւ իհարկե դա արդեն մենք գիտենք, որ քաղաքացիական պայմանագիրը վերջերս ներկայացնում է որպես հենց իրենց կողմից ներկայացված Հայաստանի նոր քարտեզ եւ սա ասոցացվել է քաղաքացիական պայմանագրի հետ, բարձրաձայնել է ուժեղ Հայաստանի կուսակցության վստահված անձը եւ ըստ այդմ արդեն եղել էր բախում։ Մենք չնայած զրուցեցինք եւ երկու վստահված անձերի եւ քաղաքացիական պայմանագրի եւ ուժեղ Հայաստանի, ինչպես նաեւ հանձնաժողովի նախագահի կողմից ուժեղ Հայաստանի ներկայացուցիչը նաեւ փաստում էր, որ դեպքը հավուր պատշաճի չի արձանագրվել եւ գրանցամատյանում տեղ չի գտել, բայց մեզ ցույց տվեցին, որ այնուամենայնիվ նշում կա այդ մասին։ Ոստի ամենայն հավանականությամբ հետո կտեսնենք թե դա ինչպիսի արձագանք կստանա։ Սա էր ընդհանուր, բայց նաև նշեմ, որ վստահված անձը խուսափում էր նկարահանումից եւ մյուս դեպքում երբ անգամ իր հետ չէր հարցազրույցը փորձում էր խոչընդոտել ասելով մի նկարահանեք, իհարկե զուտ բովանդակությանը եւ այս ընթացքին չխանգարելու համար այդ բանին մենք չէինք կարող զգուշացնել, բայց ամեն դեպքում եթե վստահված անձ են դիտորդ են, ապա պետք է գիտենան, որ ընտրատեղամասը 24/7 ռեժիմով այս օրերին հեռարձակվում բայո տեսանկարահանվում է, իսկ եղած դեպքը հանրային հետաքրքրություն ունեցող եւ հնչեղություն ունեցող դեպք է, որը ըստ էության չլուսաբանել հնարավոր չէր։ Սա նաև իգիտություն մյուս հանձնաժողովներին, ինչպես նաև վստահված անձանց, որոնք հավանականորեն կունենան խախտումներ եւ մենք մուտք կգործենք նաև այդ ընտրատեղամասեր։ Այսքանն էր կապված 3106-ի հետ, մնացածը ավելի մանրամասն արդեն տեսանյութում մեր կներկայացնենք հաջորդիվ։ Բարեսես, մենք ահազանգ ունենք, որ այս տարածքում ընտրակաշառք են բաժանել մեքենայից, դուք լսել կամ նման բան ֆիքսել եք։ Մենք իրար ասում չենք։ Չէ, արձանագրում եղել է այստեղ, թե չէ այդպես։ Նման արձանագրություն տեղի չունի։ Մենք գտնվում ենք այս պայն 31/06 ընտրատեղամասում, մենք ահազանգ ունենք, որ այս տարածքից դիմացից բաժանվել է գումար եւ ինչպես նաեւ ներսում չի տրամադրվել երրորդ համարի
ընտրաթերթիկը, այս մասով մենք զրուցելու ենք հանձնաժողովի նախագահի հետ, բարև ձեզ, խնդրեմ ներկայանաք։ Ամալիա Հանեսօղլյան, թիվ 3106 ընտրատեղամասի նախագահ եմ։ Շատ լավ, Տիկին Ամալիա, մենք ունեինք ահազանգ, որ ձեր այս ընտրատեղամասի դիմաց մեքենայով եկել եւ գումար են բաժանվել։ Ֆիքսել։ Ես տեղյակ չեմ, ես տեղամասի մեջ եմ եղել, կարող եմ փաստել եւ վստահված անձիկ եւ դիտորդները եւ հանձնաժողովի անդամները, ես այս տեղամասից ոչ պիտեք չեմ գնացել։ Եվ ունենք ինֆորմացիա եւս մեկ ահազանգ, որ այստեղ չի տրամադրվել քաղաքացուն 3-րդ համարի ընտրաթերթիկը, մանրամասնիկ ինչի մասին է խոսքը։ Այո, չի տրամադրվել, հեշտափոխի ժամանակ եղել, մեկը հավաքել է կիսատ թեշտիկները ու այդ պահին եկել է քվեարկողը, մեխանիկորեն տվել է առանց ստուգելու քվեաթեշտիկները, արձանագրվել է, նորից մարվել է թեշտիկները, ընտրողի իրավունքը վերականգնվել է, բոլոր թեշտիկները տվել են, ընտրեք գնացել է։ Եվ 12:40-ի դրությամբ այստեղ քանի մարդ է իրավունք ուներ ընտրություն կատարելու եւ քանիսն են 12:40-ի դրությամբ արդեն կատարել իր ընտրությանը։ Այս դրությամբ կատարվել է 308 ընտրություն, 308-ն է։ Եվ քանի մարդ է այստեղ գրանցված։ 1738 ընտրող ունենք։ Այլ խախտումներ, փախումներ, տարաձայնություններ եղել են այս ընտրատեղամասում։ Չէ, նոր էլ մի տիգին ասեց իր տան վրա 2 հոգի անծանոթ գրանցված են, մենք էլի արձանագրեցինք եւ իրան ուղարկեցինք ոստիկանություն բարձելու ովքեր են։ Ինչպիսի Հայաստան եք ուզում տեսնել ձեր քվեարկության արդյունքում։ Մեր քվեարկության արդյունքով տեսնում եմ, որ լավ Հայաստան լինի։ Հզոր ուժեղ Հայաստան, ախտերս։ Մի հարց տալիս, որ ես դժվար պիտի պատասխանեմ այդ հարցին։ Չնայած նշված բարդ պատասխանը չստացանք, բայց բավականին բարդ իրավիճակ ստեղծվեց ընտրատեղամասում։ Ինչ է պատահել, կմանրամասնեք։ Դունցի вообще բան մի սակայնա հերու կայլի։ Մի նգարի ինձ։ Ինչ է պատահել, կասեք։ Ինչ է պատահել։ Ուրեմն գերեք մեջ է։ Բայց դա քարոշություն, ըստ ձեզ սա քարոշություն չի համարվում։ Դա քարոշություն համարվում է, թե չէ այն ինչ ներկայացնում։ Ինչ որ էս կերնա քարոշություն համար։ Մի նգարել ինձ։ Չէ երևակայում։ Ես պահանջեցի, որ փագի, չէր փագում, երկար հորդորից հետո փագեց քարտը իրանց լոգոն փագեց։ Հետո եկավ Հայաստանի քարտեզը կրսկին քաղաքացին, մոտեցավ ասեցի խնդրում եմ, հանեք ընտրատեղամասից դուրս գամ։ Չհանես վիրավորես։ Ինքը չհանեց, ասեց ես չեմ հանի, սա հարաբերական։ Բայց ընտրություն կատարեց։ Հա, ինքը ընտրությունը կատարեց գնաց։ Հիմա մենք ասեց արձանագրել եք, համաձայն չէ արձանագրության։ Արձանագրել եք որ Արձանագրում չկա այդ։ Կա արձանագրության, իրանք համաձայն չեն ընտրելու իրավունքով նորից շարունակել են ընտրությունը կատարել։ Ուրիշ ձև է։ Դու կարող ես արձանագրություն Կաներք, այսինքն ձեզ չպետք է մասնակցել ընտրության մեջ, եմ հասկանում, խնդիրը որ եթե արձանագրվել են։ Ռեկլամը չէ նշ։ Հա, բարձր, մենք հասկացա։ գրել ենք, որ չի արձանագրել ենք։ Կարող եք կարտալ, մենք գրել ենք, որ չի Բայց ինձ չնկարես ձերնից է Կադրում դուք չկաք, բայց այն եք հնարավոր, որովհետև այստեղ ոչ մի խնդիր ես չեմ տեսնում, արձանագրած է, քաղաքացին ընտրությունը կատարեց։ Շնորհակալություն։ Մի շարք ընտրատեղամասերում արձանագրվել են կուտակումներ եւ միջադեպեր, Գյումրու առաջընթաց հասարակական կազմակերպության դիտորդների փոխանցմամբ թիվ 31 կոտորակ 07 ընտրատեղամասում արձանագրվել է դեպք, երբ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդումներ են կատարվել։ Տեղամասային հանձնաժողովի կողմից արված նախազգուշացումներից հետո նման գործողությունները դադարեցվել են։ Դեպքի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվել Գրանցամատյանում։ Միաժամանակ թիվ 32 կոտորակ 31 եւ 31-ի կոտորակ 14 ընտրատեղամասերում արձանագրվել են ընտրողների կուտակումներ տեղամասում միաժամանակ ներկանտրողների թիվը գերազանցել է 15 անձի շեմը։ Թիվ 32 կոտորակ 34 ընտրատեղամասում վիճաբանություն է տեղի ունեցել քաղաքացիական պայմանագրի եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունների վստահված անձանց միջև։ Վեճը կապված է եղել ընտրողների կուտակումների վերաբերյալ փոխադարձ մեղադրանքների հետ։ Թիվ 31-ի 03 ընտրատեղամասում ընտրողը հավանաբար մատնահետքի նույնականացման սարքի կողմից ստիպված կտրոնը այլ թղթերի հետ միասին պատահաբար գցել է աղբարկղը։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ իրականացվել են որոնողական գործողություններ կտրոնը գտնելու եւ ընտրողին քվեարկությունը ավարտելու հնարավորություն տալու նպատակով, սակայն այն չի հայտնաբերվել։ Արդյունքում ընտրողի ծրարը առանց բացվելու մարվել է սահմանված կարգով։
Ես նաև նշեմ, որ ընտրությունների եւ քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 71 տեղական զանգվածային լրատվության միջոցներ, շուրջ 180 օտարերկրյա ԶԼՄ ներկայացուցիչներ։ Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել է 13 տեղական, 8 միջազգային դիտորդական առաքելություն։ Այցելուի կարգավիճակով ընտրությունները դիտարկելու են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված թվով 35 դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցիչություններից անդամներ, ինչպես նաև 14 ընտրական մարմիններից ներկայացուցիչներ։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ ազգային ժողովի ընտրություններին ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ընտրական իրավունք ունի 2,505,102 անձ։ Այս ժամի համար այսքանը, մենք շարունակելու ենք հետևել իրադարձությունների ընթացքին։ 2026 թվականի հունիսի 7-ը վճռորոշ է Հայաստանի ապագայի համար։ Այդ օրը մեր երկրում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ։ Դու ես որոշելու, ինչ ուղիով է զարգանալու Հայաստանը, ինչպիսին է լինելու մեր երկրի վաղվա օրը։ Քո ձայնը կարևոր է, մի վաճառիր այն, մի ենթարկվիր ճնշման։ Ոչ ոք չի կարող որոշել քո փոխարեն։ Հիշիր, քվեարկությունը գաղտնի է։ Նախընտրած կուսակցությանը կամ դաշինքին քվե տալու համար քվեախցիկում պարզապես վերցրու քաղաքական ուժի քվեաթերթիկը եւ տեղադրիր այն ծրարի մեջ։ Որևէ նշում կատարելու կարիք չկա։ Քվեախցիկում գրիչ չի լինելու։ Եթե քվեաթերթիկի վրա որևէ նշում կատարվի, այն կհամարվի անվավեր։ Մասնակիցների ծրագրերին կարող ես ծանոթանալ մինչև քվեարկության օրը քարոզարշավի ընթացքում։ Հունիսի 7-ին գնա ընտրատեղամաս։ Կատարիր գիտակցված ընտրություն։ Պաշտպանիր քո իրավունքը։ Հայաստանի վաղվա օրը սկսվում է քեզնից։